Աստորեն ծտերը ամառն են սիրում, հա, այս երկու առավոտը նենց ինտենսիվ երգում են, բայց որ ժամը 2-ին էլ երգեն այդ նորություններ։ Մեքենաները շատ են, այնտեղ շինարարության ձեներ է գալի, բայց ծտերը լսվում են։ Ողջույն։ Ողջույն։ Որտեղ ենք, դե ասեք։ Ամսի 31-ն է։ Այո, մայիսի վերջի օրը։ Ես հայտնաբերեցի, որ ծտերը ամենաշատ ամառ են սիրում, որտեվ ինչ ամառը մոտենում է, շատ ուժեղ սկսում են երգել։ Օ, տեսեք ով է այնտեղ ուզում մեր մեքենան կտրի։ Լավ պինդ փակել եմ, չի կարա բացի։ Թե պատոհանը բացեմ, պատոհանը բացեմ, հələ տեսեք, ներխուժեց։ Կասկո էլ չունեմ, ապա է ամենակ, որ տարավ։ Բարև ձեզ, Դավիթ։ Կողոպույտ եք հայտարարել։ Անջատեմ մի հատ պաշպրոշտի անենք։ Դե ոջան մի հատ բան հարցնեմ էլի։ Ինչ խորհուրդ կտաս, ստեղ մի նորություն կա, գնանք նկարենք, թե սաղ նույնն է։ Արմեն կողմը աստիճան։ Հա, դե որ տենց ասում ես, սաղ նույնն է։ Ոչ մի նոր բան չկա, Անայդ, ասում է գնացինք։ Էս մենք ասենց բարձացանք դեպի շրջանը։ Իսկ այն կողմը ծառուղի է շատ սիրուն, որ անցանք աստիճաններով շատ գեղեցիկ։ Ինչ հավես ունես այս արևին։ Հա, ունեմ, ավելի լավ է քայլել կամ։ Դե Դավիթին բաց թողենք, գնանք մենք։ Հաշվի առնելով, որ կյանքը ամեն նոր վարքյան հետ նորություն է բերում։ Դավիթ, քեզ մի հատ խորհուրդ տամ։ Եթե հանկարծ այսօր մինչև ժամը երեկոյան 8-ը ելնես կենտրոնում, մտի անպայման Իգիթյանի կենտրոն, ներքևի հարգը։ Մենք այն օրը մտանք վերևի հարգը, ներքևը չի չանք, բայց այս ինտերնետով տեսել եմ այդտեղ են շատ զիլ պորտրետներ անում, որը ներքևում էր։ Պորտրետ հայերեն ասա ու գնանք։ Դիմանկար, չեմ լինելու, չէ կենտրոնում։ Չես լինելու։ Դե լավ, ես կնկարեմ կնայես։ Սովետ քլաբում եմ լինելու։ Սովետ քլաբում ինչ կա, բացում է ինչ որ։ Վերջացավ, հայրը։ Համադա Տեոմ Ալեն Հերց, live at Այդ ինչ էր ասում։ Չգիտեմ։ DJ-ներ են։ Գնում ես DJ-ներին լսես։ Վերջացրել է։ Ես արևի տակ ես բան կտենամ մտե, այ Դավիթ ջան։ Այսենց երևում է, այս կողմը որ պահես առ։ Այդ քանիսին է ժամը։ Դեպո, ժամը 7-ին սկիզբն է։ Հա, չկպավ։ Դե կբարևես մեր կողմից, ընդ լավ մարդկանց։ Մենակ ես գնում թե Լիլիթի հետ։ Ամեն ինչ պետք է իմանաս Անայդ, ես ինչ բան է։ Ձեռս թող։ Պակա դվունչիկ։ Անայդ ուղեկցի ուր է ստանում մեզ։ Այդ ինչ։ Այն կողմից։ Ծառուղի իր քթե ես իմ ինչ։ Հա։ Ես արևի տակ վերել ես ժարի տեսանում։ Ուր է, ստեղ արևը որ։ Այո, արևը ընդեղ էր։ Նայած ստեղ այս ծառուղին։ Ընդեղ էլ են հա շենք կառուցում։ Ես մեկ բաչա հարցրեցիր Դավիթին Արարատը փագում է այս շենքը։ Վայ մոռացա։ Ես գիտեմ որ չի փագում։ Այն շենքը կարող է փագի։ Սիրում պիաները չէ, Պարիսների նման։ Այս ծառուղին էր, դա ինչ գեղեցիկ է։ Դե մի հատ վազելով գնա արի, ես կսպասեմ ստեղ։ Ես ապլանը Անայդ։ Համալսարանական պուրակ։ Այո։ Հանգստի գոտի։ Մանկական խաղասրահ։ Սրճարան, շատրվան, հանգստի գոտի։ Մի րոպե մի կամերայով, դե լավ է, գնանք։ Դե լավ։ Այդ չէր, հեսա շատրվանը։ Հա։ Կարամ ինչ-որ բանը գոքնեն։
Չէ, շնորհակալություն։ Այս հրապարակի տեղը вообще-то մի հատ ասեք, էլի, խաղային։ Էս ինչ է, հա։ Խաղային հարթակ։ Խաղային հարթակին ներքևն է, երեխաները որ խաղում են, այդտեղ է։ Բա այստեղ էսա գրած։ Հանգստի գոտին։ Բան չկա, ֆուտբոլի դաշտ բան կա։ Չէ, ֆուտբոլի դաշտը այստեղ է, հեսա։ Բայց մեր այգու մեջ չէ, հա, այս այգին որ կա, մեր այս վերջանն է։ Վերևը ֆուտբոլի դաշտ է։ Շնորհակալություն շատ։ Մեծ դաշտ է, որտեվ կնոջս հետ ուզում ենք խաղանք։ Հա, շատ հարմար է, ֆոտոտ մոտոտ դաշտ։ Փոքր դաշտում չենք կարող, չենք սիրում։ Շատ հարմար դաշտ է։ Շնորհակալություն շատ։ Գնացինք անայդ։ Գնանք մի հատ ֆուտբոլ խաղանք։ Վայ, ես ինչ լավն է, հələ նայ անայդ։ Դենում ես, այսով է։ Տեսնում եմ, այո։ Այսով է։ Դե պատշաճ գեղեցիկ է։ Համ տերև ունի, համ Այսօր մի ծառա, թե երկու ծառա։ Չէ։ Օվլոչկա, չէ։ Հա, Ռոզովը։ ամպեր։ Ամպիկ։ Ինչի ամպիկ անայդ, լիքն է։ Դե որտեղ Մի վեցած։ թեթև է շատ, էլի։ Հա, ամպիկն էր։ Դες վարդերը արդեն սենց այն արել են, որ սենց բարձանա, այսենց Այո։ ու մենք մեջով անցնենք, այ մարդես ինչ հոյակապայգի է։ Կա ու ավելի։ Հենց բաներից էլ կա ծառերից։ Հա, կեսնում այդ Վարդանյաններն են հնար այդ ծառերը։ Չէ, դե ուզում ասում ունենց չէ։ Ինչին էր նման, կոտեմ չէ, մյուսը ոնց էր։ Ռեհան։ Ռեհանի նման է, ես էլ շատ էր բանը, որ ողջունեցինք։ Կիրակի օրը անցյալ։ Ընդեղ էլ սա կառուցում են։ Շավիքներ։ Ինչ հոյակապրայում է էլ։ Այստեղ նստեր ու էլ տեղ չգնար։ Հա, Շատ լավ է։ Դավիթն էլ մոտիկ կլներ, երբ ասենք կիչներ մի հատ կհամբյուրեիր կողարկեր։ Նա պատրանից մեզ բարերում է։ Դելուս։ Ամենակողքը, երորդը պատրանը վերում։ Դե սպասի կամերան փոխեմ։ Ես պատրանում այմ at մարդ ինչքան պոստա սիրի, որ եսքան մեծացնում։ Ախե պատրանից է կողքը բալկոն ունի։ Բայց բալկոնը լավ չի երև, այս Շատ լավ կերև է։ Լավիթին էլ տեսանք։ Լավ ստասնից, այնց լավ ձև հալին է յանը։ Դες ինչ ավեցը։ Հա, հալիկին սենց արտաշը բրնել էր էլի, որ գերում էր պատին հալիկ, անիքի տակ։ Կայս է, էլի, որ էր։ Հա, Նա սարն է, ջուրը, մի հատ էլ երկը։ ձերտը, հա, մստով էտ անցել է։ Դու շանոյք չնգես ջուրը։ Հա, Լավն է, բայց տեն ամենասարը չի։ դե հա, պուրպուլակի ջուր չինելու։ Տեսանով։ Արի էլ մի քիչ բարձանանք, հա, խաղա հրապարակ ասես ներքևն է, հա, պաստորեն։ Լավ, հետը կուչնենք, նայապ ես կգնամ։ Այս մեկը։ Պարտեզում վարդ է բացվել, Սպասես ընցանեմ, որ կսպասե, լավ երևա, ոյ։ այս կամերավ ինչ պետք է երևա։ Շատ Կսպասես սոխակին, ես էլ ինչ ասի Ռեհան, Ռեհանի ծառն, ու սենց հասցե 55, ասինքն, Սա սրճարան, բար։ հələ ինչ լավ վերանդա է այմըր, Մենք միանգամ, բայց նկարել ենք էստեղ ներսն էր, երևի աշուն էր, աշուն էր։ չզանգեմ Դավիթը գա, Չկային դուրս է, էլի շարված։ կոֆե խմենք, շատ հավես է, ընտիր,
Լավ էլ հովա, չէ՞։ Էս սիրեն, հա, նույն։ Եսաման չի։ Հա, ճիշտ է։ Համաձայնվում եմ, որտեղ տերևները հետ սիրենի չէին։ Են երեխեն վերջ ընկավ ջուրը։ Մտավ երևի։ Հա։ Հանվեց, որ մտնի, էլի։ Հələ, ուզում եմ մտնի, երևի չի թողնի։ Չթողեցին խեղճ երեխեն հովանը։ Ափսոս երաժշտությունը, հա, ստեղ բան էր, հիշում ես, մի րոպե ես այդ ցույց տամ մենակ։ Այո, քթա ժողովուրդ, այս լեգենդար Անդրեյն է ոստիկան։ Այս երիտասարդության պալատը, այս Սասունցի Դավիթ կինոթատրոնը, ափսոս լույսը, ոնց անեմ լավ երևա։ Հեսա տենում եք Սասունցի Դավիթը կինոթատրոնը։ Հա, հիմա ես ես պատմեմ Անդրեյի մասին ոստիկան։ Այս Երևան հյուրանոցն է, ուրեմն Սև շուկայի մոտ էր ինքը միշտ ըլնում, շատ խիստ մարդ էր, բայց իրան շատ սիրում էին, որտեղ շատ արդար էր։ Ուրեմն մի անգամ նենց է պատահում, սայլով խփում են էշին, էշը ընկնում է սատկում է։ Հիմա ժողովուրդը հավաքվել բան, Անդրեյը համոզում է, որ գնացեք, որ կարանան այդ էշի դեակը տանեն, էլի։ Այս ժողովուրդը չի գնում, սաղ ուզում են նայեն տնան, այս Անդրեյը տանում բերում է, ասում է, ժողովուրդ ջան, հարազատները թող մնան, մնացածները գնան։ Միակ այս դատարկում է։ Ատենց պատմություն։ Շատ լավ սրճարան է, ձեր գործերին հաջողություն, երեխեք ջան։ Այգին էլ գնահատեք։ Այգին արդեն գնա։ Այգին մի րոպե։ Սա ձեր շնորհքն է։ Այո։ Այո, այդ գործ եմ ասել։ Բայց այս թանգանը սարել են, չէ՞, այգին։ Մանկանոց են։ Մի հատ այս ռեհանի գույնի որ կա ոնց է կոչվում։ Դա վայրի շլորը։ Հա, վայրի շնորհ։ Ինչա կանա։ Շտամպովկա է իրականում, ինքը բանարած է, որ պատմություն չլինի և շատ էլ չի բարձանա, էլի։ Հա, դա կոչվում է շտամպովկա, հա։ Այս Պավլովնյանն էլ է շտամպ արած, որ ուղիղ վերև չգնաս։ Այս մեծ տերևներով է, հա։ Հա, այս որտեղից եք առնում սենց սարերը։ Արդեն տերերից, Եթե գաղտնիք չի։ Հայաստանում շատ բաներ կան, այո։ Ջերմոստերից սենց ասած էլի, որ սրանցովից Շատ լավ է։ Երեկոյան երևի այս սաղ բակը ստեղ նստած է, հա։ չէ, բայց այսօր կա ֆուտբոլի ֆինալն է։ Հա, բանի խաթեր, հա։ Իսկ դուրսը ունեք հեռուստացույց։ Այս էկրանը ես եմ գաղթած։ Հա, հեսա։ Հա, սենց էկրան, հա, այս լավ մեծ է երևի։ 61 Ապրեք, իսկ ձեզ կարելի է ցույց տալ որպես շնորհքով երիտասարդ։ Այս սենց է, էլի։ Դրա համար տպավորություն է, որ վատերը շատ են։ Ստեսին ձեզ ու շնորհակալություն։ Անջատեք նստեք մի հատ լիմոնադ հյուրասնեք։ Ձեր շնորհակալություն, ժամանակը սուղ է այսօր։ Միտեղ կապետի հասցնենք։ 50 թվից 1900 Հա, մեր տղան ստեղ է ապրում։ Ահա, Դավոյին գիտի, չեն սպասում Դավոյին։ Ժողովուրդ, եկեք գնանք, հա, ցուցահանդեսին չուշանանք, չնայած Դավիթը ասաց Սիթիում, ընդեղ վերևը Սիթի կա։ Վերևի հարգում բիլարդանոց են վացը։ Հա, Դավիթին նենց մի անգամից ճանաչեց, ասաց։ Լսեցինք, անայդ։ Մեկնաբանեցինք, գնացինք։
Բայց տենում ես ինչ շնորհքով երեխեք են ասենց այգի են բան արել։ Այս կոչվում է կանաչապատում։ Ճիշտ ասած, heç չէի սպասի, որ իրանց արածն է այստեղ է, հա, պետք ծխել այդ մի քիչ դիլխորը։ Տղետել է, ինչ որտեղ դրախտում ապրում ան այդ։ Քաղաքային դրախտում։ Այ են կողմերն է աժդահակը հարցնում է իր։ Այ մոտարապես այս ուղղությամբ։ Դրա համար Դավիթի պաշկամբից երևում է։ Դավիթը գնաց։ Դավիթը Դե շոկ էր ընդեղ, արև էր շոկ։ մեղացավ երևի, հա։ Ինչ մեղացավ։ Ինչից պետք է մեղանալ։ Լավ է լեղնալ։ Լավիկնա չէ, ես փոքրը։ Չաղլիկ է, բայց մի քիչ։ 3 հատ է։ Հա, անդեղ էլ կա։ Շատ լավն է։ Մեծ ապագայ է Դա սպասում։ իրա ձմեռը կզարդարեն իրանց։ Գոնացարներին։ Ձմեռը ինչ է, կգանք կնային, թե զարդարեցին, թե չէ։ Պաստորեն շալոր է, հա։ Ոնց ասեց, Վայրի։ հա, շտապ ասեց, թե ինչ։ Շտամպ, հա, ինձ թվում է էտենա, որ պադրուս ենք ասում, չէ։ Հա, երևի, այս նրանք արդեն այդ քո հավանածների մեծ տեսակներն Պատրուսը են։ բանա, պտուղներին է վերաբերվում, չէ։ Դե չգիտեմ, Անայդ ես Հա, դե մենք առանձնապես միջուրին չեմ կարդացել։ Ես էլ են իրանք արես կամարը, որ սենց պետք է լինի հետաքրքիրը։ ինչ ասեմ, չէ, դե որոշ բան իհարկե պետությունը արի, սա կոչվում էր համալսարանական այգի։ Հա, ճիշտ է։ Այն լուսավորությունը գիշերային, հիշում ես ինչ սիրում էր վերևից նայում էին։ Շատ սիրուն էր։ Քինացինք։ Լավ ես կամերաս փոխեցի, մի հատ ցույց տամ պլանը, հանգստի գոտի, այդ վերևներն է, այս սրճարանն է, այս էլ պաստորեն ներքևներն է, մանկական խաղահրապարակը էս է, մի հատ էլ ստեղ, այստեղ նայեք բասկետբոլ բանա նկարած։ Լավ, դա պաստորեն այս շատրվանն է, այ այն կողմերն է։ Այն կողմերը մի տեղ է, դեստեղ էլ արդեն շատ եմ ասել, չգիտեմ արժին օրից ասեմ։ Այս մեկը սպորտային մեծ համալիր է, սառույցով, ձմեռը եւ այլն։ Հետո Անայդ դպրոց էլ կա, չէ՞։ Դպրոց, մանկապարտեզ։ Հա, դպրոց, մանկապարտեզ, Այդ գազապրոմինն է պատկան։ Գազպրոմինը։ Գազպրոմ, հա։ Այո։ Այդտեղ մի քիչ, Դպրոցը թվում էր, որ թանկ է, հա, հա, բայց հաշվի առնելու, որ այս բոլոր խմբակները անվճար են, այդ դպրոցի Այո։ անխմբակները։ ստացվում Հետո, է, որ այդ թանկ չի։ հետո ա քեզ ասել։ Մեր ծանոթ Հա։ անունները տա, Չէ, երեխեքը գալիս հա, են երեխեքը ստեղ են, հա, ես հասկացա ով է։ Աստորեն, այս մեկն է, չէ, դպրոցը։ Դպրոցը այն դիմացն է։ Դիմացը մանկապարտեզը, չէ։ Մանկապարտեզը կողքն է։ Հա, Իսկ կողքն է։ այդ դիմացի կորպուսը դպրոցն է։ Հա, ոչմ Իսկ սա բոլոր այդ ինչ որ սպորտային բաներ են, հա, գիտեմ։ Այո, Դավիթը նույնիսկ ասում էր սարսադաշտ այո, կա։ սարսադաշտեր կա։ Հա։ Սուղակի այդ խոսքը մոռացել է։ Լողավազան, սարսադաշտ։ Հա, ոչմ կլաս տեղ է ստացվել։ Հա, բայց ասում առավոտները ու ժամը 5-ին այստեղ անցնել չի։ Հա, դպրոց մանկապարտեզ երեխեքին են բերում։ Մենակ ստեղի ապրողները չեն, որ բերում են։ Լավ։ Այստեղ ապրողները երևի ամենակիչն են, որոնք օգտվում են էլի։ Դե ուսանողներ բան են, հա։ Ասե Գազպրոմը մի քիչ խափեց, բայց դե ոչինչ, լավ է։ Սիրուն է։ Շարժվեցինք
Կարամ գնանք այն կողմից դուրս գանք փաստորեն։ Հա, այնտեղից է շտա ավելի քան։ Անայդ, բայց այս ձախի վրա որ երևում է։ Այո։ Այս բոլորը այդ Գազպրոմի բաներն են։ Հա։ Շենքերն են։ Դպրոցը դեմ դիմացա Այդ փաստորեն։ դպրոցը, հենց մենք գնում ենք դեպի դպրոց։ Մանկապարտեզը աջ կողմը։ Բայց ըստ այդ պլանի խաղա հրապարակը ստեղ միտեղ պետք է լիներ։ Կավ այդ մանկապարտեզի տարածքում խաղա հրապարակը։ Լավ, այդ արդեն ոտով է պետք որ գտնես։ Այս արևին շարժի արդեն այդքան քայլել։ Գնացինք այս կողմով դուրս գանք։ Այս շենքը տենում եք դեմ դիմաց։ Այս առաջ շենքն է, այս ավանը։ Սա ու կողքի շենքներ, ես իմ 100 տարի այդ երկու շենքներ ու չոլ, լրիվ։ Ուրիշ ոչ մի բան չկար, բացի այս երկու շենքից։ Այստեղ կարծեմ, բան, լոջիկների շենքեր, չէ՞, ինչ-որ տենց մի բան է։ Դե ինչ-որ զինվորական։ Հա, զինվորական։ Հա։ Կոնկրետ լոջիկ էր, վերտա լոջիկ էր։ Ու դուրս են գալիս Արավ աղբյուրներից։ Այս էլ Աթենքն է, կալբաստի գործարանը։ Որը խոստացել են Այո, անընդհատ խոստանում են, որ տեղափոխելու են։ Բայց դե տեղը որ շենք սարքեն, Դավիթին դա կխանգարի տեսարանը։ Այդ այնք ամեն անգամ ասում դրա տեղը որ սարքեն Արարատս կփակեն։ Մենք գիտեք ամեն մեկս մեր անձնական Արարատում ենք։ Բայց գիտես, չէ՞ որ իր այդ ծայրի բանից, բալկոնից ու մեր սպալնյայից ննջարանից տեսնում ենք իրար, այո։ Ինչ երջանկություն։ Ես տենում ես ինչ բան են սարքել, պատ են սարքում։ Ցանկապատը։ Այստեղ ցանկապատ է։ Մի քիչ ենքում արդեն լուրջ պատը են անկյունում։ Այդ մի քիչ կասկածելի է խեն այդ անկյունում տենց լուրջ պատ ու հենց այդտեղ էլ կաղնիները կտրել էին այդ անկյունում։ Այստեղից սկսած չէ, այստեղ էլ ոչինչ այդքան լուրջ չի։ Այստեղ լավ մուտք են սարքում գեղեցիկ։ Բայց այդ որ անցանք, այդտեղ բան է, ավտոկայան է լինելու։ Այո, ավտոկայանը նկարել ենք։ Լավ, եթե նայի։ Ես էլ ես սխալ ասեցի, ոչ մի լուրջ ցանկապատ չկա։ Ես անվաղ հիմքն էի տենում, հիմքից ենթադրեցի, որ ինձ բարձվեց ինձ։ Նույնն ասած, մի ապաղաղ նույնն է։ Այո։ Որ առանց տոմս հանգարց ոչ մեկը չմտնի։ Ոստեղից թեքվենք Աճարյան։ Այստեղ հին ցանկապատն է։ Այստեղ էր այդ կաղնիները, որ կտրեցին։ Այո, Արմենները։ Հա, գիտեմ, երևի։ Թփերը, բաները, կոճերը։ Ասեցին մտամ քննություն պետք է լինի, արզեն, այս դե ժողովուրդը մոռանում է, չէ, քննիչ ասկուզվից քննում է, հետո եթե պետք է ինչ-որ մեկին դատում են կամ արդարացնում են, ասում են ոչ մի դատ պետք չի, լավ, Տերյանից թեքվում ենք Սայաթ Նուրվա, երկրորդ կռուգն ենք անում, տեղ չկար կանգնելու։ Աբովյան փողոց, Ազնավուրի հրապարակ, համառ պտույտներից հետո հաջողվեց կանգնել։ Շնորհավորում եմ ձեզ, Տիկին Անահիտ։ Եվ ձեզ։ Պարոն Արմեն։ Ես էլ մեր սպորտսմենները, բանկի շենքը, են կռունկը, որ են մարդը դժգոհում էր, ասես տղաս արտասահմանից առավ բնակարան այդ շենքում,
Հիմա ինձ շատ հետաքրքիր է, ինչի կանգնացրեցին, ինչ արեցին։ Զզվեցինք։ Պատկերացնես ինչ լավ էր այդ մարդուն։ Տղան հենց ինքը շենքում էր ապրում, տղան էլ ընդեղ էր առը։ Հենց հոր կողքը էլի։ Ես հասկանում եմ, նույնն է մեր շենքը Բաքի։ Պատկերացնում ես ինչ լավ է, ամբողջ քաղաքը երևում է, բայց մեզ այդ շենքը խանգարում է։ Են որ ասում են, պայտը երկու ծայր ունի, ռուսերեն պալկա, դուք կամ սա։ Այո։ Դե հիմա առնողները բոյկոտ չեն առնելու մեր խաթեր, ոչ մեկը չառնի։ Ում պետքա պարզակ առնի հետ։ Այդ կոշիկի խանութը բալդի էր կոչվում։ Այո։ Հիմար անունը։ Խաժային իբալդի։ Իբալդա։ Այդ եթե մի հատ է, եթե շատ է, գնացինք։ Բայց հետաքրքիր է, պատկերասրահը ընդհանրապես գրածա մինչև 5-ն է աշխատում այդ մանկականը։ Բայց տես ես զանգ տվեցի, ասեցին մինչև 8-ը կարակ գաք։ Դե երևի վերջի օրն է, մի քիչ երկարացրել են, ես տենց եմ ենթադրում։ Գնանք պարզենք։ Բայց ես ստեղ հով չի, չնայած հովի մեջ ենք մենք։ Չէ, ինչ-որ մի տեսակ է։ Ճնշող ինչ-որ բան կա։ Նատուրը գոլդ է դուրս չի եկել։ Կարող է չեն թույլ տալիս։ Դե գիտես, նրա չափով, որ դուրս գաս, տեղ ինչ-որ առանձնապես արդեն չի խանգարում էլի։ Չէ, երևի դուրս կգան հեսա ծաղիկները բանը պատրաստ դրած է թփերը։ Ես ոնց էր կոչվում։ Գուստո, չէ։ Ես մի անգամ այստեղ Ալիսայի ու Մարգարիտայի հետ եմ եղել, որ ասեմ ինչ-որ հիացած էի ու դելիքից չէ։ Սրանք էլ են նայի հանել այդ գրածը հանածա ցուցանակը։ Կզանգեմ անպայման։ Դա հիմա մարդիկ ոնց են պայմանավորում իրար հետ, որ ստեղ հանդիպեն անունը չկա։ Դե ուշադիր նայեն գրածը կտեսնեն։ Օկած տակը մնացել է։ Տենց ուշադիր, հա։ Ավելի շուտ պոկացի տակը։ Ինչ անեմ, էլի երկեմ, Աբովյան ջան, Աբովյան։ Չէ, մի երկի հերիքա։ Չեմ երգում։ Լսողների խնդրանքով հետաձգում ենք։ Հələ մի հատ ես բակը մի վարկյան, էլի դու դանդաղ գնա, ես մի հատ նայեմ, եթե ստեղ մտնեինք, հնարավոր էր կանգնել միտեղ։ Աբովյանով իջնելուց երկու անգամ իջանք, մտածում էի մտնեմ, չմտնեմ, հիշում էի, որ հա, չէ, սա արգելաձողերը դրած են։ Արգելաձողերը դրած են, ժողովուրդ, բայց այ ընդեղ մի հատ տեղ կա փաստորեն, հա? Հա, չէ, ոչ մի տեղ էլ չկա։ Ստեղ ինչ-որ ծառեր բաներ են։ Հա, փաստորեն լավ արեցի չմտա։ Արգելաձող անցնել չէի կարա։ Շատրվանը ստեղ չէր, չէ՞, չէ, այդ վերևում էր, Սայատնովայից վերև էր։
Այս մարդը երևի կարա արկելաձոր բացի։ Հա, բայց իրոք անսպասելի ինչ-որ շոկ է այս մայթը։ Մի հատ կամերան, որ փոխեմ, հիշացրած ջերմաստիճանը նայեմ, անետ։ Հա, 21-ից 31, ճիշտ ասացին։ Մտանք, բարև ձեզ, ու մի անգամից իջնենք ներքև։ Բարև ձեզ։ Մենք վերևը նայեցինք, իսկ հետո իմացանք, որ ներքևը հոյակապ գործեր կան։ Այո։ Այն այս նկարը մենք ընդեղ տեսանք դուրսը, բայց չպատկերացրեցինք, որ ստեղ պետք է ալներ։ Արի մի հատ սենց պտտվենք, հետո մի քանի հատը ես են մի կամերայով կնկարեմ։ Անայդ, նկարիչի անունը հիշում ես։ Սետրակ, բայց ազգանունը չի։ Հա, Սետրակ ես էլ հիշում։ Ազգանունը նկատի ունեի։ Մերոնցից մեկը գրել էր, որ ուկրաիներեն նշանակում է Պասխալն է։ Հիշում ես։ Հա, այս սրանք է ես տեսել շատ հետաքրքիր են։ Հələ դու մի հատ սպասի լավ կամերան փոխեմ մի անգամից։ Նայեք ինչ հետաքրքիր երևանյան դեմքեր են։ Վելիկոդնի։ Հա, Վելիկոդնի։ Դու իմացար, հա, ով է մեզ խորհուրդ տվել։ Այո, Զարան։ Այո, Շունիկը հաչում էր, այն մեր ներքևի այգում ենք հանդիպեցինք, Բաբաջանյանի համերգի ժամանակ։ Հետո ինքը մի անգամ գրեց Սանտ Պետերբուրգից իմիջալոց։ Մենք որ տեսանք ինքը մասիցի էր։ Այո, Զարա, դուք վերադարձել եք, թե էլի Սանտ Պետերբուրգում եք, ուղղակի եկել եք հյուր, ձեր հայրենիք։ Մեկ ինչ ծանոթ դեմքեր են, մի քիչ ծաղրանկարային ոչի, բայց բռնածը։ Ծարանի բան կասեմ, հիմա արդեն ասած դեմքեր շատ քիչ են։ Մնացել։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Պես ինչ հայացք ունի։ Լավ չասեմ ինձ ում հիշացրեց։ Քեզ էլ։ Բայց ամուսինը նման չի։ Այս ֆիլմի, այս դերասանուհի է, գիտես ինձ թվում է, որտեղ ես ինչ-որ սիրիալներում այս կնոջը հիշում եմ ինչ-որ խաղում էր։ Այս ձախ կողմը։ Այո։ Դե այս ինձ թվում է տիպաժը։ Այո, գրած է ներքև Արմեն։ Դե նա ինչ։ Հակառակ տեսնենք ինչ է գրած։ Ցերեկային դետք։ Չէ, անետ ինչ-որ։ Սիրիալային բազմա ինչա։ Բամբասանքով։ Այո, ճիշտ էր։ Հայ, դերում ես, աստորեն եթե սիրիալ չես նայում, նկարներ, դե ժամանակ են մեկ նկար չէ։ Դե ինչ չեմ նայում հայկական սիրիալներ, ուղղակի շատ էր այդ կողքին էլի միշտ լինում։ Ցերեկային դետքը ինչ է հետաքրքիր։ Ինչ։ Դետք։ Հա, չգիտեմ դետք ինչ է։ Պատրոլ անգլերեն։
Daytime patrol։ Այնտեղ մեկը կամ նա դարձրակ դետք ինչա։ Դետք գիտեք ինչա։ Չի։ Իսկ patrol գիտեք անգլերեն ինչա։ Լազուրևի բերիք ընդեղ գրած է։ Ինչ է տակից հայացքները բռնելա։ Շատ։ Դեմքերը կարում եմ մի քիչ տենց Կարիկատուրային։ շարժի նման, բայց աչքերը շատ կենտրոնան են, ժվի են։ Այնտեղ էլ գրած է Լազուրևի բերիք։ Այսինքն պետք է ենթադրել հայերը Լազուրևի բերիգում են։ Տաշտուշ։ Ինչ լավ է մեկը։ Երանելության մեջ։ Շալվարն էլ արձակվել, այդ։ Չգիտեմ, ոնց սորտ է։ Ժամացուցը։ Բայց ձեռքերի չաղությունն է։ Մատանին։ Այս մեկն է լուրջ տղա է։ Սա համապատասխան երաժշտություն պետք է առներ ստեղ։ Լավ է, ապակուտակ չի, բայց մեկը մի քիչ փայլում է։ Նայած, գիտես, այսինքն այս կողքից, որ նայես, լավ է ավելի, չէ, քո կողքից։ Դե կողքից էլ խափում է, բաները, չափսերը։ Սլավա նորակով։ Քո նման սիգարետով։ Դե մենք եկել ինչ։ Գրել էր մեկը, որ ասում է, չեմ ճիշում ինչ երկչի մասին, ասում է սիգարետը բերանում երկում էր։ Հա, դե մի վաղտ այդ լարիվ ընդունված էր։ Շոյչիկները։ Գազի շոյչիկները։ Այն ինչ է կախոցում դեղ։ Կողպեք։ Տենց մեծ, հա, ես ավելի փոքր է։ Ճիշտ է, ես մեկը փոքր է։ Ասպետ, հա։ Տենց է գրած։ Չէ, ոչինչ գրած չի։ Դու ես ընդհադրում։ Թե թակավոր, նա։ Ես էլ սենց, հա։ Մի քիչ հովնաթանյակ, Աչքերի շատ լավ արտահայտությունը բոլորի։ հա։ Լավ բռնացնում է։ Ես էլ պաչկամբային։ Այ որ մենք սենց պաչկամբ ունենայինք, դու էլ սենց կնայեիր։ Բայց այնտեղ ինչ-որ ջուր է երևում, հավակը երևի երազանքներն է։ Այս փայլը սպանում է։ Շատ լավ դեմքեր են հետաքրքիր։ Տասնվեց թիվ։ Հա, 16 թիվ, հա։ Այսօր գրված է, տեսնի ինչ է, Երևանում տաքսիստներ։ Բայց այդ թվերը կարդայինք, իրենք կարևոր են։ Այս շարքի գործեր նկարչի մոտորումներն են մարդկային գոյության, միասնության և ներքին երկխոսության մասին։ Ինքը որտև 44 օրվա պատերազմին մասնակցել է։ Այստեղ գրված չի, վերևն է երևի գրված։ Չէ, ես իր մասին մի հատ ֆիլմ նայեցի, շատ հետաքրքիր մարդ է։
լրիվ ծանոթ դեմքեր են, չէ։ Այդ տաքսիստները որն է հետաքրքիր, որտեղ ինքը գրում է, որ առաջ իր նկարը է դեմքերով, տաքսիստներ նկարն է, կարող է այս տղաները եղնեն։ Ձանձրացած, ասում է Սայաթ-Նովա փողոցի վրա նստած էին, առաջի անգամ իրանց նկարեցի, եղադրեցի, ժողովուրդը հավանեց, ու դե սկսվեց այդ շարքը։ Այս արդեն նայել ենք։ Դե ես կամերան կարամ փոխեմ, կարծում եմ արդեն։ Ես բոլորն արեցի, տաքսիստը ամենահավանականը սա է։ Ես ուղի հասպարնամ, բայց գրած չգիտես։ Այ քեզ բան ժողովուրդ։ Դենամ Անահիտը քթավ։ Արժեց սա էր երևանյան տաքսիստներ, ես որ ասեցի ծանոթ դեմքեր են, մի քիչ անսպասելի էր ինձ համար, բայց կարամ էլի։ Պայծառացում։ Ինչ ես կարդում անայդ։ Երևանյան տաքսիստներ պայծառացում։ Չգիտեմ, ինչ գրած այն մեր կարդում եմ։ Ինչ կենտրոնի աչքերին, չէ։ Հա։ Դուրը մի աչքն է, տեսեն մի աչքը տենց արտահայտված չի։ Շատ սինքան։ Հայ մեկ էլ սա է, մի թեթև կասկածեցի, որ տաքսիստներ, բայց… Այստեղ ոչ մի բան գրված չի, բայց ինձ թվում է Սարավայր Կոտանջյանն է։ Չգիտեմ ինչի, բայց այդպես է թվում։ Այլ Արմինչիկ հեսա գրած է, տես երկիչ է, էդ են արմինչիկն է։ Չգիտեմ։ Ամերիկան։ Այս մարդու դեմքին է ծանոթ։ Այո, բոլորի դեմքերն է ծանոթ են։ Չեն կարող վակյանումներով տվար։ Ապսես գրած չէ։ Որ թիվ է այդ նկարը։ 19։ Այս մեկը համեմատաբար նոր աշխատանք է 24 թիվ։ Ինչ է գրած անայդ։ Դերասանուհի Նաիրա Զաքարյանի դիմանկարը։ Գիտես դες դերասանուհի։ Դուք գիտեք։ Չէ, ես ցավոք սրտի չգիտեմ, բայց երևի շատերը գիտեն։ Դեստեղ 4 հոգի ենք, ոչ մեկը չգիտի, չէ՞, Նաիրա Զաքարյանին, չգիտենք։ Ստեղ մատիտով անեկարած։ Հա, դե դա մենք ուղղակի կնայենք, այդքան չեմ մանրանա։ Ես հետաքրքիր էր, ինչ է։ Սարյանի նկարին ինչ է պատահել։ Դեռ գրած կա հեսա։ Նայեմ։ Չէ, գրած չէ, ռոզետկա էր։ Բայց ինչ սարյանական գույներ են, չէ։ Ոնց է Սարյանի նկարից է։ Այս մասը։ Այդ ծաղիկները, բասարերը։ Չէ, Անայջան, սարերը, այն բանն է։ Այս ամբողջ պեյզաժը, բացի այս ֆիգուրայից, հա։ Հա, այս ֆիգուրան էս է, մի հատ էլ ստեղ է։ Դե այստեղ բոլորը տես ինչ որ կա։ Մի հատ թիվը գոնե, այն մեկին ցուցանակ չկար։ Դրանց այստեղ չի։ Այս մեկի թիվը հես է ստեղ, մի րոպե ես նայեմ, որ թիվը 10-ից 19-ը։ Տենում ես։ Խավարի մարտիկը, լույսի բերի։ Աստորեն պատերազմը գուշակել է նկարով։ Դե բոլորը տենց ինչ-որ ծոմնեսի ու էլի։ Չեմ հասկանում ինչա, բայց կարելի է կարդալ, հա, էսա։ Լեռների պահապանը։ Հա, տենց, հա։
Իսկ ես մեկը Սա Բեթմենի թախիծը հայոց լեռներում։ Այս ամենք ինք մեր սարերը, չէ՞ ոնց որ։ Բայց մեջտեղը այս տիպը կա։ Կա Բեթմենը։ Դե եթե սարերի ոգին է իր կարծիքով, այդ կարմիր։ Յարխուշտա։ Տեսնում ես յարխուշտա ասակություն։ Այս մասը ինչ-որ չհրապուրեց ինձ առանձնապես, ճիշտն ասած։ Գույներն են լավը։ Այ, չխորոված ասարք։ Ես ինձ մի հատ բլոգերի հիշացրեց։ Որ սաղորը խորոված ասարքում։ Կախնել են տիպը կանգնած է, ոնց է կոչվում։ Հայկական հյուրընկալություն։ Հենց այդքան, հա։ Այո։ 2002 թիվ։ Չէ, 22։ Հա, 22-ը է այդ մեկը։ Այս էլ մեր ծանոթը։ Էմանուելը։ Հա, լկարտը կարող է սխալվում եմ, եթե դու տենց զարմացար շատ հնարավոր է։ Սուպեր հերոսները, հայ իրականությունում։ Վերջ, ուրիշ ոչինչ չկա դրա։ Դե երևի Հեսա ենթադրել գրած է։ է Հրանտ Մաթևոսյան ձեռքի գիրքը։ Հա։ Այդ մարդ Մակրոնը չի սխալվում։ Ինչու բան եմ անում, ես զարմացա։ 4 հոգի ենք, երեքով ասեցինք Մակրոնը, Անահիտը ոչ մի կերպ չենք կարում համոզենք։ Ես համաձայն չեմ։ Սուպեր հերոսները հայ իրականությունում շարք առնելու սենց։ Բայց թիվը գրաշի, որ թիվն է։ Հա, Հրանտ Մաթևոսյան։ Աղա Մակրոնը սիրում է Հրանտ Մաթևոսյանին։ Ինչ իմանանք։ Ես տարբեր շարքերի մասին է, տենից ամեն տեղ կախված է։ Հա, ստեղով ինչ ուզում գրում է։ Լավ, գնացինք Անահիտ։ Փողոցները սպասում են։ Լավ, ստեղ ես մի հատ նայեմ ինքս։ Հա, այս մի նկարը մեքենայի հայլիի մեջ է։ Ես նայեք, սենց կախած է, չէ, ելնեմ խաչը։ Չէ, ես չեմ նկարել։ Ուղղակի հետաքրքիր էր ինձ, ո՞նց է ձեր տպավորությունը։ Բավականին հետաքրքիր չգիտեմ։ Իսկ ձեզ։ Շատ հետաքրքիր էր հայկական ինչ-որ սիմվոլիկաները։ Շատ ծանոթ դեմքեր, հա։ Ու իրոնիան շատ է, բայց Աջան։ իրոնիա է էլի նկարներում։ Այո, հա, մի քիչ Շատ տեղին է։ ծաղրա նկարային տեսքով է, բայց շատ դիպուկ բռնացրած են, չէ։ Գույները շատ հետաքրքիր են։ Աջան։ Գույները շատ հետաքրքիր են։ Այո, Դե շուտ։ շնորհակալություն ձեզ։ Աջան, էլի բան էիք Չէ, ասում։ ասենք շատ սիրուն է։ Ես ինձ թվում է նոր ես հասկացա մեքենայի հայլիի մեջ է։ Այնտեղ նայեք բանա կախած։ Հա։ Ձեզ լավ որ։ Այդ շարքը առանձնանում էր։ Հա, ստեղ մեզ աշխատակիցը ասեց, որ այն մեկը Մակրոնն էր, իսկ ընդեղ վերջում հիշում եք մի հատ լուրջ մարդ էր, ես էլ ասեցի Հովնաթանյանի ոճի։ Այդ ինքնադիմանկարը։ Հայերեն ոնց է ավտոպորտրետ։ Ինքնադիմանկար։ Հիմա պետք է իջնեմ մի հատ նորից ցույց տամ փաստորեն։
Չէ։ Լավ, մերոնք հետ կտան կնայեն։ Էլ ճիշտ է։ Մեկնաբանեցինք այդ նկարը։ Դա աչքերն են շատ։ Հա, Անահիտ աչքերը հավանեց ճիշտ է։ Ես էլ վատ նկարչի չէ։ Հա, դե մենք այն անգամ Սևանը նայեցինք դուրս եկանք։ Ես նկարը չհասկացա ինչի այստեղ կպցրած։ Անահիտը զրուցի է բռնվել։ Սևանի նկարների շարքը 23 թվի գործեր են։ Թվերը կարևոր է, որտեվ ես նենց եմ պատկերացնում, որ պատերազմը իր մասնակցել ահագին մեծ հետք թողեց աշխարհայացքի վրա։ Կարծեմ 52 տարեկան է։ Եթե ձեզ հետաքրքրեց, ինտերնետում կարաք հանգիստ գտնեք Facebook-ում նկարները նայեք մի խոսքով։ Թե Facebook չէր, առանձին սայթ էր։ Դե ես մի քիչ նայեցի, մի 10-15 րոպեում ահագին բան տեսա։ Իրա պապիկն էր, Ռաշմաջան ոնց որ թե, Սեթրակ էլի անունը։ Բայց Անահիտան այն աղջկա հետ զրուցում է, այդ աշխատակցու։ Ինձ ընդեղից ասեց, որ լավ ինքը կգա կասի ինչ զրուցեց։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Այստեղ ուրիշ մուտք կա, նկատում եք։ Սա մանկականը չի երևի, հա։ Բերում եք ծտերի ձայները ամենուրը։ Ձեզ բան հարցնեմ, ընդեղ էլի մուտք կար, դա ուրիշ գալերեա է լինելու։ Կողքի մուտքը, չէ, մեր օֆիսն է, գեղագիտության օֆիսն է ուղղակի, հա։ Մեր մանկական արվեստի թանգարանն է շուտով բացվելու, հենց որ պատտվեք Սայաթ Նովայի վրա։ Ընդեղից առնելու մուտքը, հա։ Իսա առանձին արդեն, սա կոչվում է։ Սա վարձակալության National էր գրած։ Հա, ազգային գեղագիտության ազգային կենտրոնին է պատկանում ամբողջը։ Ուղղակի այստեղ փոփոխական ցուցադրություններ են լինում։ Այն կողմից մանկականն են ունենալ։ Հա, այստեղ մեծահասակների ոնց որ գործերն են լինելու։ Հա, շնորհակալություն։ Լավ ինֆորմացիա էր։ Արմեն։ Հա։ Ուրեմն Անահիտ ջան, արի մանգալով կպատմես, էլի։ ոմանց նկարների վրա իր հեռախոսի համարն է գրած։ Այդ նրանց համարը, ովքեր ուզում են նկարը առնեն։ Հա, զանգահար են, հա։ Այո, հետը կապեր հաստատել։ Չգիտեն ինչ է, համարով զանգել են, ոչ կայքին են հարցրել, որ իմանան վաճառվում է, թե չէ ինչքան։ Լավ էլի։ Բայց այդ իր հեռախոսն է, հա, հեսա գրած է։ 091 096 792 Պատկերացնում եք մեկը ես նկարը զանգատում է, ասում ես վաճառվում է։ Հա։ Հա, դե ժամանակ կարելի է զանգ տալ հարցնել այդ սազան ունեք գանք։ Ինչ անես ես աշխարհում առանց հումորի։ Չսապրի։ Այո։ Հա, աշխատակցուին էլի հետաքրքիր բան պատմեց, որ բացմանը ասում է մի քիչ ինքը ուշացած եկավ, մոտոցիկլետով եկավ ստեղ, այդ դու հաստատ չէիր հավանի Անահիտ, որ մոտոցիկլետը մայթով քշել է։ Հա, ու ասեց այդ բոլոր կադրերը բացումը եւ այլն իր Facebook-յան էջում կա, էջը ուրեմն խփում եք Սեթրակ Վելիկոդնի
Վիլիկոդնի։ Այո, Վիլիկոդնի լատիներեն տառերով։ Աշխատող ասեց կարծեմ, եթե չեմ սխալվում, հայրը Լերա։ Դրա համար ազգանուն է այդպես։ Հա, Վիլիկոդնի, հա։ Հա, բայց պապիկը եղել է էլի հայտնի նկարիչ։ Այո։ Ես ասեցի արդեն պապիկի մասին ու Էլիս Էտրակեր անունը ու ինքն էլ հենց փոքրուց Իգիթյան կենտրոնում ասողորը, հետո Թերլեմեզյան, հետո Գեղարվեստի մի խոսքով պապիկից հետո ծնողները որոշել են, որ ինքը պետք է նկարիչ լինի անպայման որ թվերին է սովորել բանում հա, Գեղարվեստի ակադեմիա Դե այդ 52 տարեկան չգիտեմ որտեղից է մտքիս, ինձ թվում է սխալ չի։ 74 թվի։ Երկու մեծ շատ լավ տղա ունի։ Որ թվին ա ծնված? 74։ Հա, դե ուրեմն ճիշտ է։ Ձեր Facebook-ին ոնց կարող եմ հետևել։ Facebook չէ, YouTube-ով Երևան Everyday խփեք։ Հա։ Ասեցին դրա չգիտեի YouTube-ով, Facebook-ով։ Հա, չէ։ Աղջիկն էին ասում։ Չէ, YouTube-ով է։ Ամեն օր, այսօրվա ամսաթվով, այսօրվանը կնայեք։ Երեկվա ամսաթվով, երեկվանը կնայեք։ Ոնց ինտերնետ չունեք։ Երևանում մարդ կա, որ ինտերնետ չունենա։ Հետաքրքիր է։ Իսկապես, այսինքն տրենդը մի քիչ երիտասարդների մոտ է, բայց սենց շատ է Մեր մոտ արդեն 10 տարի է դա, նորից չգիտեի, ամոթ է, բայց ժամանակ այդքան շողական, Մեր Հայաստանում Անահիտը նոր զրույցի բռնվեց Ինչքան լսում եմ մեր ընդեղից գալիս է ձայները մեր բլոգի սրտատ ճմլի պատմությունն է պատմում ոնց ընկերներս լքեցին Երևանը Լավ մի հատ Կինոմոսկվայի մոտ էլ պտտվենք մի թեթև Ահա, եկավ երիտասարդը Երաժիշտը Что-либо. Это же. Վերջապես Անահիտին հետ ստացանք ժողովուրդ Դե վերջ Անահիտ ես Այ տղաները Այո Ես շնորհակալություն երեխեք Մի հատ էլ սենց բան գործից հեռացնում եմ Արդեն մի հատ Նկատողություն ստացավ այսօր Выговор Занесением в личное дело Да, не занесу в личное дело очень Էլի ոնց չլնի մեր ընկերներս հարազատ Это չէ, հողություն չեմ զգում Ինչ որ հա մի հողություն
Անհասկանալի եղանակ է։ Յախ, ինչ կեղտոտ Հայլիա։ հայլի։ Ժորժան, լավ անակ։ Օ, ուրեմն երաժիշտ ես տալի, հա։ Բա ինչ անեմ անայդ ջան։ Սաղ ապարատուրաս նստել է։ Ստեսություն ձեզ, ժողովուրդ ջան։ Ստեսություն ձեզ։ Երաժիշտ ես տալիս։